Գյումրիում վերաբացվեց հայկական Կարմիր խաչի շուրջօրյա խնամքի կենտրոնը։ 160 շահառու ունեցող կառույցը, որից 16-ը անկողնային խնամվող է, հյուրընկալել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանների, բարձրաստիճան հյուրերի։ Գյումրու տուն-ինտերնատը վերափոխվեց Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի 2020 թվականի մայիսից։ Կառավարության որոշմամբ և հուշագրով հայկական Կարմիր խաչի ընկերությունը ստանձնեց կենտրոնի կառավարումը։ Վերակառուցումից հետո տեղի ունեցավ ոչ միայն կենտրոնի վերաբացում, այլև հուշագրի թարմացում ևս 5 տարով։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հայկական Կարմիր խաչի ընկերության միջև յուրաքանչյուր տարի կնքվում է դրամաշնորհային ձևով տրամադրվող ֆինանսական աջակցություն։ Հուշագրով նախատեսված ջանքերի և ռեսուրսների համատեղ սկզբունքն է հանդիսացել խնամքի կենտրոնի արդյունավետ և որակյալ կառավարումը, որտեղ խնամքի մասնագիտացված ծառայություններն են ստանում ինչպես տարեց, այնպես էլ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող շուրջ 160 անձ։ Ապագա պլաններում է առողջ ծերացման ռազմավարության մշակումը, ապրել արժանապատիվ ներառված հասարակական կյանքում։ Դավիթ Ներսիսյանի խոսքով խնամքի կենտրոնում կառուցելու են մեկուսարան, թեքահարտակներ, ներդրվելու է հատուկ տրանսպորտային միջոց, հենաշարժողական խնդիրներով անձանց տեղափոխման հարցը հեշտացնելու համար։ Շուրջօրյա խնամք ստացող շահառուների ընտրությունն այս հաստատությունում իրականացվում է պետության անմիջական ուղղորդմամբ ու օժանդակությամբ։ Այս կենտրոնը, որը վերջի տարիներին վերանորոգվել և արդիականացվել է, ավելին է, քան պարզապես խնամքի վայր։ Այն մեր հարգանքի և երախտագիտության խորհրդանիշն է մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին, ովքեր իրենց կյանքով, աշխատանքով և նվիրումով իրենց ներդրումն են ունեցել մեր պետության կայացման գործում։ Սա նաև պետության կողմից նման հաստատություններում կյանքի որակի բարձր ստանդարտներ սահմանելու և դրանցով հետևողականորեն առաջնորդվելու մասին է։ Մենք խորապես կարևորում ենք մեր ավագ սերնդի ներկայացուցիչներից յուրաքանչյուրի անհատական խնամքը։ Այնուհետև Կարմիր խաչի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև գործակցության ևս մեկ կարևոր հուշագիր է ստորագրվում Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար։ Փոխանցման հուշագիր էր հայկական Կարմիր խաչի ընկերության հետ մեր բազմաթիվ ծրագրերի շրջանակներում համագործակցության, ընդհանուր հոգեսոցիալական աջակցություն և տեղերում աշխատանք մեր հայրենակիցների հետ։ Խնամքի և շուրջօրյա կենտրոնների նաև բովանդակություն փոխելու համար անհրաժեշտ է աշխատակիցների պայմանների բարելավում։ Աշխատավարձը ցածր է, նախարար Թորոսյանը կարծում է պետք է վերանայել։ Մեր բոլոր հաստատություններում, այդ թվում այս հաստատությունում, որովհետև մենք ենք ֆինանսավորում այս հաստատությունը, անձնակազմի աշխատավարձերը շատ ցածր են, մրցունակ չեն, թե մասնավոր սեկտորի, թե նաև միգուցե այլ պետական սեկտորների հետ, եւ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, բայց գիտեք, որ նաև բյուջեն անսահման չէ, պետական, այդ թվում է տրամադրվող պետական բյուջեն, բայց իմ կամքը այդ առումով շատ հաստատակամ է, որովհետև մենք չենք կարող ակնկալել մեր հաստատությունների աշխատակիցներից որակյալ աշխատանք, եթե չենք ապահովում պատշաճ աշխատանքային պայմաններ, երբ որ պահանջում ես, պետք է նաև տրամադրես, այդ ուղղությամբ հուսամ նորություններ կլինեն մոտ ապագայում եւ լինելու դեպքում անպայման կհայտնենք, հիմա պարզապես չեմ ուզում վազել գնացքից առաջ։ Նույնը վերաբերում է նաև մարզերում գործող երեխաների և ընտանիքների աջակցության կենտրոններին, հավելեց նախարարը։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։